Կարդում եմ Սաղմոս 18-ը։ Ով Տեր, իմ զորությունս, քեզ պիտի սիրեմ, Տերը իմ վեմս, ամրությունս ու փրկիչս է, իմ Աստվածս իմ պարիսպս է, ես անոր կհուսամ, անիկա իմ վահանս ու իմ փրկությանս եղջյուրը ու իմ բարձր աշտարակս է, օրհնյալ Տերը կկանչեմ ու իմ թշնամիներես կազատիմ, մահվան լարերը իմ ոլորտիքը սառին ու անօրենության հեղեղները զիս վախցուցին, գերեզմանին լարերը զիս պաշարեցին ու մահվան որոգայթները իմ առջևը սառին, իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի ու իմ Աստծոյս աղաղակեցի, անիկա իր տաճարեն իմ ձայնս լսեց ու իմ աղաղակս անոր առջև անոր ականջը հասավ, այն ատեն երկիրը սասանեցավ ու դողաց, ու լեռներուն հիմերը շարժեցան ու սասանեցան, քանզի անիկա բարկացավ։ Անոր քթեն ծուխ ելավ ու բեռնեն մաշող կրակ, անկե կայծակներ բռնկեցան, անիկա երկինքը խոնարհեցուց ու իջավ, անոր ոտքերուն տակ մառախուղ կար, քերովբեիմը վրա ելավ ու թռավ, ու հովին թևերուն վրա սլացավ, խավարը իրեն ծածկույթ արավ, ու իր բոլորտիքը իրեն բնակարան, թանձն ջուրերը ու երկնքի ամպերը ըրավ, անոր պայծառութենեն ամպերը անցան, կարկուտով ու կրակի կայծակներով, Տերը երկնքին մեջ որոտաց և բարձրյալը իր ձայնը լսել տվավ, կարկուտով ու կրակի կայծակներով, իր նետերը ղրկեց ու զանոնք ցրվեց, և շատ կայծակներ ղրկեց ու զանոնք խռովեցուց, քու հանդիմանությունովդ ով Տեր, քու բարկությանդ հովին փչելովը, ջուրերուն հատակները երևցան ու աշխարհի հիմերը հայտնվեցան, բարձրեն ղրկեց ու զիս բռնեց և շատ ջուրերեն զիս հանեց, իմ զորեղ թշնամիես ու զիս ատողներեն ազատեց զիս, թեև ինձմե զորավոր էին, իմ նեղությանս օրը իմ առջևը սառին, բայց Տերը ինձի հաստատություն գավազան եղավ և զիս լայնարձակ տեղ մը հանեց ու զիս ազատեց, վասն